Այո, միանշանակ եւ աներկբա։ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են ըստ Փաշինյանի վերջին պնդման։ Փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Շատ դժվար է, թե չասեմ անհնար է։ Մասնագետը բացատրում է, համակարգերը հնարավոր է ոչ թե միացնել, այլ սինխրոնիզացնել, այսինքն դրանք կարող են գործել զուգահեռ, անհրաժեշտության դեպքում աջակցել միմյանց։ Օրինակ համար Հայաստանի էներգետիկ համակարգը սինխրոնիզացված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Սա ինչի համար արում է, սա արում է, որ որոշակի ճգնաժամերի դեպքում էլեկտրաէներգիայի պակաս եւ այլն, որ միմյանց կարողանան կողմերը օգնել։ Համակարգերը հնարավոր է միացնել մեկ պետության սահմաններում, օրինակ համար սովետական միությունը մեկ միասնական համակարգ էր։ Բայց սովետական միությունը տեղակ 35 տարի առաջ է քայքայվել եւ դրանից հետո այս համակարգերը գործել են ինքնուրույն, ինքնաբավ են։ Ադրբեջանի դեպքում ըստ մասնագետի այս փուլում համակարգերի նույնիսկ սինխրոնիզացումն է անհնար։ Քաղաքական, տնտեսական պայմանները նպաստավոր չեն, հատկապես որ այս ոլորտն ուղիղ առնչվում է ազգային անվտանգությանը։ Կա համաշխարհային պրակտիկա, երբ որ ասենք թե շատ երկրներ հրաժարվում են էժան էլեկտրաէներգիա եւ գազ ներմուծել այս կամ այն երկրից, ելնելով իրենց ազգային անվտանգության խնդիրներից։ Օրինակ եղել Բալթյան երկրները, Եվրամիությունը, իրենք դադարել են Ռուսաստանից գազ եւ էլեկտրաէներգիա էժան ներմուծել, նախընտրում են թանկ ներմուծել այլ երկրներից, Միացյալ Նահանգներից եւ այլն, բայց փոխարենը ավելի անվտանգ են համարում իրենց ազգային անվտանգության թեմատիկան։ Սա էլ է մոտեցում, սա շատ կարևոր է, որտեղ դու պետությունը պետք է հասկանանք, որ սա մասնավոր ընկերություն չէ, որ իր առջև խնդիր է դնում եկամուտ ստանալ։ Պետության թիմի խնդիրը դա անվտանգությունն է։ Նման քայլերով ոչ թե լուծում ես քո անվտանգությունը, այլ ընդհակառակը։ Դու անվտանգությունը հանձնում ես քո թշնամուն։ Ու էլեկտրաէներգիայի հանձնումը քո թշնամուն, սա շատ վտանգավոր գործընթաց է։ Մյուս կողմից մեկ այլ թաքնված ռիսկ է տեսնում Մանվելյանն այս հայտարարության տակ։ Համոզված է Թուրքիայի եւ Ադրբեջանի թիրախը Հայաստանի ատոմակայանն է, որի փակման պահանջը պարբերաբար բարձրացվում է։ Եթե Հայաստանի ատոմակայանը փակվի, ապա ինչ ենք անելու։ Որ դուց պետք է էլեկտրաէներգիա ներմուծենք, մենք որ էլեկտրաէներգիա արդյունանում ենք եւ նույնիսկ հնարավորություն ենք արտահանելու, հիմա կտրուկ կերպով այդ դեպքից հետո մենք դառնում ենք կախվածության մեջ։ Հիմա հստակ կերպով մատնանշում է, թե ումից ենք լինելու կախվածության մեջ։ Դա Ադրբեջանն է։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանի հետ Թուրքիան է կանգնած, որտեղ Ադրբեջանը ունի համապատասխան հզորությունը։ Սա ավելի շատ թուրքական ինչ-որ պրոյեկտ է, որը Ադրբեջանի անունով է արվում։ Նույնիսկ եթե Երևանն ու Բաքուն խաղաղության ուղին են բռնել, այս դեպքում էլ մասնագետի խոսքով տրամաբանական չէ էլեկտրաէներգիայի համակարգը հանձնել մի երկրի, որի հետ տասնամյակներով թշնամություն է եղել։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։